Հայոց բանակ զորակոչվելուց առաջ վերջին բժշկական հետազոտություններն են անցնում նորակոչիկները։ Ամառային հերթական զորակոչը Գավառ համայնքում ընթացքի մեջ է։ Հուլիսի 1-ին նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում են ուժային կառույցների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Զինվորական ծառայության ընթացքում լինել ազնիվ պատասխանատու ընկերասեր, պատվով կատարել զինվորական պարտականությունները, այս հորդոր խրատներով, բարեմաղթանքներով եւ շնորհավորանքներով են ճանապարհում նորակոչիկներին։ Ես ես բոլորի ցանկանում եմ բարի ծառայություն, ծառայել պատվով, քանի որ հայրենիքին ծառայելը դա բացառիկ իմացեք, մարդուն տրված հնարավորություն է։ Պատվով ծառայել հայրենիքին։ Եվ այդ ծառայելով դուք ասեմ դες իմանաք, պաշտպանելով մեր հայրենիքը, պաշտպանել ձեր ընտանիքը, ձեր ծնողներին, մեր պետությունը, մեր ժողովրդին։ Եվ խնդրում պահանջում եմ բոլորիցը, լսեք ձեր ավակ ընկերներին, որ գնաք ծառայությանը, լսեք ձեր հրամանատարին, որտեղ իրենց լսելով առաջինը դուք լավ եք ծառայելու եւ ամոթանք եք ունենալու։ Եվ ես մի բան եմ ձեզ ուզում զգուշացնել, իմ շատ սիրելի զինվորներ, որ մեկ մյուսի կողքին լինեք։ Ես ուզում որ որից է մեկը ձեր ընկերոջ հետ կապված անտարբեր վերաբերում ցուցաբեր, որտեղ անտարբերությունը դա ամենաբարձր, ամենավատ բանն է մարդու կյանքում։ Եթե մարդուն կատամ անտարբեր ես։ Կողքերի օգնի իրան, աջակցի իրան, որսի ուժեղ ունենք եւ միասնական ունենք։ Անենց կանեք, որ ձեր ընտանիքները հեռու մնան ձեր ծառայությունից, միշտ պատասխանեք, որ ձեր ծառայությունը շատ լավ է, ոնց sense դողով զուռնով ձեզ ճանապարհում են, Աստված տաս դողով զուռնով ձեզ դիմավորեք։ Ու մեկ էլ ամենակարևորը հիմա ոնց իրար է այտենց մեկը մյուսին զիջելով, թեւո թիկունք կանգնած եք ստեղ, այտենց էլ ընդեղ է։ Ծառայությունից հետո մեկը ամեն ինչ մոռանում եք, իրար տենալուց փաթաթվելու եք, այնց որ այդ 2 տարուկես է, 2 տարի ինչ է, տարուկեսը կարող է մեր համար հեշտ լինի, ձեր համար մի քիչ երկար է լինելու, բայց դե հենց արեք, որ ամեն դեպքում հիմա գնում եք տղա, հետ եք գալու տղամարդ, ձեզ բարի ծառայություն։ Ես նույնպես ցանկանում եմ ձեզ բարի ծառայություն, երեխեք ջան։ Ոնց որ ասած ուրախ ձեզ ճանապարհում եք, տենց էլ ուրախ դիմավորեք բոլորին, ձեզ բարի ծառայություն։ Նորակոչիկներին օրհնում եւ բարի ծառայություն է մաղթում հոգևոր հովիվ տեր գնել Քահանա Մարտիրոսյանը, եւս մեկ անգամ հորդորելով հետեւել հնչած խորհուրդներին ու ցուցումներին։ Տարիուկես պիտի փորձեք ձեր քաջությամբ, ձեր միասին լինելու այդ շատ առանձնահատուկ, յուրահատուկ ուրեմն շնորհքով պիտի կարողանաք ձեր ծնողների, մեր բոլորիս ուրեմն խաղաղություն ապահովել։ Ես սրտանց աղոթում եմ ձեզ համար, որ Աստված ձեզ բարի ծառայություն պարգևի։ Պաշտոնական արարողությունից հետո նորակոչիկները հրաժեշտ են տալիս հարազատներին եւ երգերաշտության ուղեկցությամբ բարձր տրամադրությամբ մեկնում բանակ։ Նույն օրը զորակոչի արարողություններ են տեղի ունենում նաեւ Սևան եւ Ճամբարակ համայնքներում։ Անահիտ Կարյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառի Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահը լցվել է մանկական նկարների գույներով, խաղաղության, համերաշխության եւ ընկերության մասին պատմություններով։ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների նկարների ցուցահանդեսը բացվել է պատկերասրահի նախաձեռնությամբ եւ հրավերով։ Մշակութային կրթություն իրականացնող հաստատությունների հետ գործակցության ամրապնդումը, պատանի ստեղծագործողների հետ կապեր հաստատելը պատկերասրահի կրթական ծրագրերի շրջանակում է, շահում են 2 ստեկ։ Ես շատ ուրախ եմ, որ մեր այս փոքրիկ նկարիչները, ուղղակի ես շատ ողջավորված եմ, այս փոքրիկ նկարիչները, որ այսպեսի լավ ստեղծագործություններով, նկարներով դրանք մասնակցում են այսօրվա ցուցահանդեսին։ Մեր կապը ուղղակի հիմա երեխաներն են ամիսա։ Երեխաներ ստեղծագործում են, մենք երեխաներ պետք է տանք։ Դրանց պետք է մենք փառաբանենք, մենք պետք է ցուցադրենք, մենք պետք է հանդայնացրենք, որ բոլորը իմանան, որ մենք ունենք նման երեխաներ։ Հաջողության կայծը խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է պատանի նկարիչների քայլերը կերպարվեստի աշխարհում։ Ցուցահանդեսի կազմակերպիչները չեն բացառում, որ հենց այս երեխաների մեջ են ապագա մեծանուն նկարիչները։ Այստեղ ներկայացված բազմաթիվ աշխատանքների մեջ կան գունանկարներ, գծանկարներ, նատյուրմորտներ, կատարված են ամենատարբեր տեխնիկաներով, յուղաներկով են աշխատել, ջրաներկով, գուաշով, մատիտով։ Առայժմ մեր փոքրիկների աշխատանքները գուցե մեծ գեղարվեստական արժեք չեն ներկայացնում, բայց երեխաներին ճիշտ ճանապարհի վրա դնելու ուսումնառության ամենակարևոր փուլն են մեր սաները հաղթահարում։ Այստեղ նկարել եմ լեռ, այստեղ ամպերներն են, սա արևն է, ցիտիկները թռչում են,
Ստեղ ծիտիկը իր ծագուկների հետ, բունը, ստեղ է նապաստակը, ստեղ է գետա օսում։ Խաղաղության մասին, որ պետք է բնությունը չավիրել եւ չախտոտել։ Ես սիրում եմ բոլոր գույները, նկարչությունը ինձ օգնում է մտքերս, զգացմունքներս արտահայտելով թղթին։ Խաղաղության մասին նկարչության լեզվով պատմությունների շարքում կան նաև միջազգային մրցույթների մասնակցած եւ հեղինակներին հաջողություն բերած աշխատանքներ։ Այդպիսի նկարներից մեկի հեղինակն էլ 10-ամյա Աստղիկ Խաչատրյանն է։ Ես այս նկարում պատկերել եմ մուկը, կատուն եւ ճուտիկը իրար հետ համերաշխ պանիր են կիսել եւ ուտում են։ Նրանք իրականում համերաշխ չեն իրար հետ, բայց ես այստեղ թղթի վրա փոխանցել եմ համերաշխ տեսքով։ Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Լուսինե Ղազազյանը մեծ պատիվ է համարում պատկերասրահում ցուցադրության կազմակերպումը, նշելով, որ մշակութային հաստատությունների գործակցությունն այսպիսով զարգացման նոր փուլ է մտնում։ Ցուցադրության բացման հանդիսավոր արարողության ընթացքում կարևորվում է նաև համայնքապետարանի աջակցությունը մշակութային կրթօջախում աշխատանքային պայմանների բարելավմանը, տեխնիկական եւ նյութական միջոցների համալրմանը, ինչը նպաստում է արդյունավետ կրթություն ապահովելուն։ Անահիտ Կարյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։